Հարավային Գերմանիայի Բադ Տոլց քաղաքում ավանդական Լեոնարդի երթի մարսեն օրհնությունները, աղոթքները եւ ձիերի երթը։ Բավարիայի որոշ շրջաններում Սուրբ Լեոնարդ Նոբլացին համարվում է կենդանիների եւ հատկապես ձիերի հովանավոր սուրբը։ Նրա պատվին կենդանիներն ու այցելուները բարձրանում են մատուռ, որտեղ քահանայից օրհնություն են ստանում։ Սա ուխտագնացություն է, սա ինչ-որ յուրահատուկ բան է, հատկապես այս միջավայրում եւ իհարկե այսպիսի գեղեցիկ եղանակի դեպքում իսկական երազանք է։ Ոչ մի երեկույթ եւ ոչ մի խնջույք։ Իհարկե կա մի փոքր տոնակատարություն, բայց ուշադրության կենտրոնում ավանդույթն է։ Քաղաքի փողոցներով անցնում են զարդարված ձիաքարշ սայլեր, ավանդական բավարական հագուստով մասնակիցներով։ Տեղի բնակիչների համար երթը կարևոր իրադարձություն է ավանդույթը կենդանի պահելու համար։ 1772 թվականից ի վեր մատուռի Լեոնարդի ուխտագնացությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն։ 14-րդ դարի գոթական տաճարի վանքը վերածվել է ձայնային ծեսի վայրի, երբ Բարսելոնայում բնակվող Կրեգո Տեքնո կոչվող դուետը ելույթ է ունեցել մոտ 200 հանդիսատեսի առջև, համատեղելով գրեգորյան երգեցողությունը տեխնո ռիթմերի հետ։ Գրելով վանականի համազգեստ հիշեցնող հագուստ, խմբի անդամները նվագել են կաստանետներ եւ սինթեզատորներ, մինչ արևի լույսը թափանցել է կամարակապերի միջով, դրամատիկ ուրվագծեր ստեղծելով Լեյդա քաղաքի վերևում գտնվող Լա Սեու Վելլա տաճարի 5 քարերի վրա։ Միջոցառումը սկսվել է կենտրոնական բակի կողքին գտնվող միջանցքում, մեծաթիվ մարդկանց բացակայության պայմաններում, ուղիղ հեռարձակմամբ անկաշկանդ ելույթով։ Խմբի մենակատար Մարկ Վիլախուանան իրենց մոտեցումը սրբազան տաճարներին համարում է պատմության վերաիմաստավորում։ Մենք վերաիմաստավորում ենք այստեղ տեղի ունեցածը պատմության որոշակի ժամանակահատվածում եւ դրան տալիս ենք նոր երանգ, ասել է երաժիշտը։ Մայր տաճարը, որը մի ժամանակ ռազմական զորանոց էր, իսկ այժմ մշակութային վայր, ապահովել է տպավորիչ բեմ, որը ցնցել է ներկաներին։ Էլեկտրոնային երաժշտության պրոդյուսեր եւ խմբի անդամ Քսավիե Արկեն ասել է, որ եկեղեցիներում ելույթ ունենալը, ինչը նրանք հաճախանում են, թույլ է տալիս իրենց զգալ յուրահատուկ կապ մարդկանց հետ։ Տեխնոյի միջոցով խումբը ձգտում է հասնել այն լսարանին, որն այլ կերպ չէր կարող շփվել հին պատարագային երաժշտական ավանդույթների հետ։ Ագաթա Քրիստիի նուար ֆիլմի, շքեղության, Միշլենի աստղ ունեցող ռեստորանային ճաշկերույթի միջոցով Իտալիան ձգտում է վերակենդանացնել շքեղ գնացքով ճանապարհորդությունները La Dolce Vita Orient Express-ի միջոցով։ Այս գաղափարը ծնվել է իտալական Arsenale Group-ի, ֆրանսիական Accor-ի եւ պետական երկաթուղային օպերատոր Tren Italia-ի համատեղ աշխատանքի արդյունքում։ Միտքն այն է, որ վերակենդանացվի 20-րդ դարի կեսերի երկաթուղային ճանապարհորդության դանդաղ շարժվող շքեղությունը, սրահում հնչող ջազային երաժշտությամբ եւ ուղևորներին բարձր մակարդակով սպասարկելու պատրաստակամ անձնակազմով։ Գնացքում ուղևորները ճաշում են Միշլենի 3 աստղ ունեցող շեֆ խոհարար Հայնց Բեքի ստեղծած ճաշացանկով եւ խմում են գինիներ, որոնք ընտրվել են երկրի գլխավոր գինու տոնավաճառ Վին Իտալիայի հետ համատեղ։ Գիտեք, մանկության տարիներին, երբ մենք գիշերը դիտում էինք Սպանությունն Արևելյան էքսպրեսում ֆիլմը, երբ կարդում էինք Ագաթա Քրիստիի գիրքը, բոլորս երազում էինք մի օր ճանապարհորդել Արևելյան էքսպրեսով։ Եվ հիմա ավելի լավ է, մենք ունենք մեր սեփական Արևելյան էքսպրեսը, քաղցր կյանքի իտալականը, որը լի է սրտով եւ զգացմունքներով։ Հրաշալի ճանապարհորդություն է։ Ուղևորները ճանապարհորդությունը բացառիկ եւ սպասումները գերազանցող են համարել։ Գովաբանել են հատկապես նրբագեղ ինտերիերը, հոգատար սպասարկումը եւ մեկ այլ դարաշրջան տեղափոխվելու զգացողությունը։ Երկաթուղու օպերատորը նաեւ հույս ունի, որ իր ճաշակով երկաթուղային վագոնները, որոնք անցնում են Տոսկանայով, Սիցիլիայով եւ Դոլոմիտներով, նույնպես կհամապատասխանեն ցածր ածխածնային տրանսպորտի եւ օդային ճանապարհորդությունների կրճատման ներկայիս միտումներին։ Ինչ խոսք, սա այնքան էլ մատչելի հաճույք չէ։ Գները սկսվում են մոտ 3500 եվրոից մեկ անձի համար մեկ գիշերվա ուղևորության դիմաց եւ գերազանցում են 12000 եվրոն ավելի երկար երթուղիների համար։
Հազարավոր մարդիկ են հեղեղել Օթերի Սուրբ Մարիամի նեղ փողոցները, ականատես լինելու Կուպրի տակառների գլորման ավանդույթին։ Դևոնի շրջանի այս քաղաքում ծնված եւ մեծացած տեղացիները դարավոր ավանդույթի շրջանակում Կուպրով լցված այրվող տակառներ են տանում ամբոխի միջով։ Մոտ 8000 բնակչություն ունեցող քաղաքում տոնական մթնոլորտ է տիրում։ Միջոցառման կազմակերպիչների խոսքով մոտ 20000 այցելու է ներկա գտնվել արարողությանը։ Միայն Օթերի Սուրբ Մարիամի բնակիչներին, որոնք ընտանեկան կապեր ունեն ավանդույթի հետ, թույլատրվում է տակառներ տանել եւ փոխանցել միմյանց։ Մարդիկ այս ավանդույթին կարող են մասնակցել արդեն 7 տարեկանից։ Մենք տակառ փոխանցողների հսկայական ընտանիք ենք։ Պապիկս, հայրիկս, հորեղբայրներս, զարմիկներս, մորաքույրերս, ես, քույրերս։ Եվ հիմա ես 3 տղա ունեմ։ Եվ նրանք բոլորը դա արել են 7 տարեկանից։ Այդպես կվարվի նաև մեր հաջորդ սերունդը։ Տակառների ներսն ամբողջ տարվա ընթացքում պատվում է Կուպրով, նախքան դրանք թղթով եւ ծղոտով լցնելը վառելու համար։ Միջոցառումն սկսվել է երեխաների տակառներից ցերեկը ժամը 16-ին եւ շարունակվել մինչեւ ուշ գիշեր, երբ մեծահասակները տարել են ավելի մեծ տակառներ, մինչեւ կեսգիշերին վերջին ամենամեծ տակառը միմյանց փոխանցել են։ Իրականում մարդիկ նախապես խնամքով պատրաստվում են այս միջոցառմանը, ձեռնարկում են անվտանգության բոլոր հնարավոր ու անհնարին միջոցառումները, որպեսզի հանկարծ չվնասվեն։ Մասնավորապես համապատասխան հագուստ են կրում եւ դեմքին վազերինի պաշտպանիչ շերտ քսում։ Գունագեղ խճանկարը ծածկել է Գվատեմալայի գերեզմանատունը, երբ ընտանիքները հսկայական օդապարուկներ են բարձրացրել նշելու մահացածների օրը։ Նախնիների ավանդույթը տեղի է ունենում հարավային Սակատեպեկես վարչական տարածքում, որտեղ բամբուկից պատրաստված ձեռագործ օդապարուկներ են բարձրացվել գերեզմանատներում մահացած սիրելիների հետ կապ հաստատելու համար։ Ամիսներ տևած նախապատրաստություններից հետո ընտանիքները պատվել են իրենց նախնիներին, վանել են բացասական ոգիներին եւ զարկ տվել նոր կյանքի սկզբին։ Ավանդույթը սկիզբ է առել 19-րդ դարի վերջից, երբ Սակատեպեկեսի եւ Սումպանգոյի ընտանիքները սկսել են բամբուկե օդապարուկներ թռցնել, չար ոգիներին վանելու եւ իրենց մահացածներին դեպի հավերժական հանգիստ տանելու համար։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2024 թվականին այս ավանդույթը ներառել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ Կատրինայի կերպարն ամենուրեք է եղել, երբ մեքսիկացիներն ու օտարերկրացիները հավաքվել են մահացածների օրվա ամենամյա շքերթին մասնակցելու։ Դա Մեքսիկայի ամենահայտնի ավանդույթներից մեկն է։ Արտիստներն ու այցելուները քաղաքի փողոցներում շրջել են գանգերից ոգեշնչված խորհրդանշական հագուստներով եւ դիմահարդարմամբ։ Շքերթում կարելի է հանդիպել նարգիս ծաղիկների, նախաիսպանական մոտիվների, փետրավոր զգեստների եւ փոփ մշակույթի դեմքերի, ինչպիսին է հանգուցյալ երգչուհի Պակիտա Լա դել Բարիոն։ Շքերթն անցել է քաղաքի ամենակարևոր պողոտաներից մեկով՝ Պասեո դե լա Ռեֆորմայից մինչև Սոկալոյի կենտրոն։ Կարծում եմ, սա հանդերձյալ կյանքի գեղեցիկ տոնակատարություն է։ Ես շատ ոգևորված եմ, որ գնում եմ զոհասեղան պատրաստելու։ Ուրախ եմ, որ մասնակցում եմ այս մշակութային միջոցառմանը։ Ոգևորված եմ, որ այստեղ Մեխիկո քաղաքում եմ։ Լսել եմ, որ սա այն վայրն է, որտեղ պետք է կյանքում գոնե մեկ անգամ լինել։ Մահացածների օրը կամ իսպաներեն Dia de Muertosը տոնակատարություն է մահացած սիրելիների հոգիները մեծարելու եւ վերադարձին դիմավորելու համար։ Ավանդույթը համատեղում է բոլոր սրբերի եւ բոլոր հոգիների կաթոլիկական ծեսերը բնիկ հավատալիքների հետ, որոնց ընթացքում բերքահավաքի տոները եւ նախնիների պաշտամունքն ավանդաբար անցկացվում էին հոկտեմբերի վերջին եւ նոյեմբերի սկզբին։ Մարոտ Հարվերդյան, Այլ լուրեր։